Քաղաքականություն, տնտեսություն, պատահարներ, իրադարձություններ Միացյալ Նահանգներից, Հայաստանից եւ ողջ աշխարհից։ Օրվա ամենահրատապ նորությունների լրահոսով եթերում կրկին AMG News-ի թողարկումն է։ Լոս Անջելեսի տաղավարում ձեզ համար աշխատում է Կարինե Կեպենյանը։ Առավել կարևոր իրադարձությունները նախ կարճ տեսաշարով։ Կոնգրեսականները միացել են արշավին, սպանդ հնդկացիների բնակավայրում։ Դատարանը դատապարտեց բեյսբոլի երկրպագուներին։ Ակտիվիստները տապալել են համաժողովը։ Յանուկովիչը վախեցավ, երկրում ընտրություններ կլինեն։ Իսկ այժմ առավել մանրամասն։ Հայաստանի զինված ուժերի սպա լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Դեվիդ Սիլսելինին եւ հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փլոնը դատապարտել են Ադրբեջանի կառավարության կողմից լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանությունը իրականացրած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու, պարգևատրելու եւ վերջինիս արարքը գովաբանելու փաստը։ Կոնգրեսականները միացել են Facebook, Twitter եւ Instagram սոցիալական ցանցերում Միացյալ Նահանգների եւ Կանադայի հայկական երիտասարդական դաշինքի առաջնորդությամբ մեկնարկած Սաֆարովի կողմից Մարգարյանի կացնահարմամբ իրականացված սպանության մասին իրազեկության բարձրացման ուղղված արշավին։ Նրանք Twitter-ում դատապարտել են Ադրբեջանի վայրագությունները եւ կոչ են արել պատասխանատվության ենթարկել ոճրագործներին։ Նախագահ Բարակ Օբաման այսօր Սպիտակ տանը ընդունում է Տիբեթի բուդդայականների հոգևոր առաջնորդ Դալայ Լամային։ Հանդիպումը փակ է լինելու մամուլի համար։ Նախորդ հանդիպումը տեղի ունեցել 2011 թվականի հուլիսին, առաջ բերելով Չինաստանի իշխանությունների դժգոհությունը։ Պեկինը Հնդկաստանում տարագրության մեջ ապրող Դալայ Լամային մեղադրում է Տիբեթի անջատման հասնելու ձգտման մեջ եւ կոչ է անում արտասահմանյան երկրների ղեկավարներին հարգել Չինաստանի տարածքային ամբողջականությունը եւ չհանդիպել բուդդայականների առաջնորդի հետ։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը կոչ է արել նախագահ Օբամային հրաժարվել Դալայ Լամայի հետ հանդիպումից։ Ինչպես Վաշինգտոնում հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Քեթլին Հեյդենը, Դալայ Լամային Սպիտակ տանը ընդունելու են որպես միջազգային հարգանք վայելող կրոնական եւ մշակութային առաջնորդի։ Հնարավոր ահաբեկչական գործողությունները կանխելու նպատակով մահմեդականների նկատմամբ Նյու Յորքի ոստիկանության իրականացրած զանգվածային գաղտնալսումը օրինական է եւ չի հակասում սահմանադրությանը։ Նման վճիռ է կայացրել Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքի դատավոր Ուիլյամ Մարտինին։ Դատավորը մերժել է մի քանի իրավապաշտպանական կազմակերպությունների հայցերը, համաձայնելով Նյու Յորքի իշխանությունների փաստարկների հետ, որոնք պնդում են, որ կատարվող գաղտնալսումները հակաահաբեկչական կանխարգելիչ միջոցներ են եղել եւ ուղղված չեն եղել մահմեդականների դեմ։ Չնայած տվյալ ծրագիրը կարող է զայրացնել մահմեդական համայնքին, այն խտրականություն չէ նրանց նկատմամբ, քանի որ դրա նպատակն է իսլամ դավանող հանցագործների որոնումը, ընդգծել է Մարտինին։ 2011 թվականին Associated Press-ին հայտնի էր դարձել, որ Նյու Յորքի ոստիկանությունը արդեն մի քանի տարի զանգվածաբար հետևում է քաղաքի մահմեդական համայնքին։ Թորնեյդո Իլինոյսում դիտենք տեսանյութը։ Կարծես ռեկորդային սառնամանիքները եւ առատ զնաբուկը քիչ էին Իլինոյս նահանգին 3 տարածաշրջանում ուժգին թորնեյդո է մոլեգնել։ Քամու արագությունը տեղ-տեղ հասել է մինչև ժամում 60 մղոնի։ Ամենից լուրջ վնասները կրել է Սենգամն քաունթի արևելյան հատվածը։ Թորնեյդոն ոչնչացրել է մի քանի ֆերմերային շինություններ, տապալել էլեկտրահաղորդման տասնյակ սյուներ։ Ուշագրավ է, որ ազգային օդերեոտաբանական ծառայությունը չի հաստատել Սենգամն թորնեյդոյի փաստը, մինչդեռ քաունթի արտակարգ իրավիճակների վարչության տնօրեն Դեվիդ Բաթը հակառակ կարծիքին է։ Նրա խոսքով զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չեն ստացվել, սակայն թորնեյդոն լուրջ նյութական վնաս է հասցրել բնակավայրերին։ Քամին շրջել է մի քանի տրակտորներ, մեքենաներ եւ 1 շարժական տուն։ Թորնեյդո է գրանցվել նաեւ Փայք եւ Քաս քաունթիներում։ Իլինոյսի ոստիկանության տվյալներով եղանակային վատ պայմանների պատճառով խոշոր վթար է եղել թիվ 57 մայրուղու վրա։ Իրար են բախվել 27 մեքենաներ եւ բեռնատարներ։ Վթարի հետևանքով մոտ 10 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Բժիշկների խոսքով որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Իլինոյսում 24000 մարդ է մնացել առանց էլեկտրականության, եւս 45000 բաժանորդներ զրկվել են էլեկտրականությունից Թենեսիում։ Եղանակը մոլեգնում է նաեւ հարևան Մինեսոտայում, որտեղ ձյան նախազգուշացում է հայտարարվել։
Միսիսիպի նահանգում պատարագի ժամանակ փլուզվել է եկեղեցու վերին հարկը, որի հետևանքով վնասվել են մոտ 35 դեռահասներ։ Միջադեպը տեղի ունեցել նահանգի հարավ-արևելքում գտնվող Մայրիկ քաղաքում։ Վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանցից 20-ը կոտրվածքներով, սալջարդերով տեղափոխվել են հիվանդանոց բուժօգնություն ստանալու։ Մի աղջիկ գլխի կոտրվածք է ստացել։ Փլուզման ժամանակ եկեղեցու երկրորդ հարկում գտնվել է մոտ 80 մարդ։ Ականատեսների վկայությամբ պատարագի թեժ պահին անսպասելիորեն աղմուկ է լսվել, ապա հատակը սկսել է փլվել։ Մարդիկ ընկել են 12 ոտնաչափ բարձրությունից։ Քահանա Թամի Դեյվիսը տեղական լրատվամիջոցներին ասել է, որ ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել։ Աստված հոգ է տարել ներսում գտնվողների մասին, հրշեջ ծառայությունը պարզում է դեպքի հանգամանքները։ Այովայում տարհանել են Նորթվուդ քաղաքի բնակչությանը տեղական օդանավակայանում քիմիկատների բռնկման հետևանքով։ Associated Press-ի փոխանցմամբ Նորթվուդը մոտ 2000 բնակչություն ունեցող քաղաք է։ Թունավոր քիմիկատները բռնկվել են օդանավակայանում եւ վտանգ են ներկայացնում մարդկանց առողջության համար։ Քաղաքի շատ բնակիչների մոտ շնչառական խնդիրներ են առաջացել։ Դեպքի վեր բժիշկներ են ուղարկվել հարևան շրջաններից։ Արտակարգ պատահարի պատճառները ճշտվում են։ Հստակ տեղեկություններ առայժմ հայտնի չեն, օդանավակայանում աշխատում են հատուկ ծառայությունները։ Սպանդ հնդկացիների բնակավայրում դիտենք մանրամասները։ Կալիֆոռնիայի հյուսիսում գտնվող Ալթուրաս քաղաքում Ռենչո Սեդերվիլ հնդկացիական ցեղի գրասենյակում տեղի ունեցած հրաձգության արդյունքում զոհվել է 4 մարդ, եւս 2-ը հրազենային վնասվածքներ են ստացել։ 44-ամյա Շերի Լաշով հնդկացիական համայնքի անդամ է, հրաձգություն է կազմակերպել ցեղի ընդհանուր ժողովի ժամանակ։ Ժողովի ժամանակ քննարկվում էր նախկին առաջնորդ Շերի Լաշին եւ նրա որդուն համայնքից դուրս հանելու հարցը, թե ինչու է ցեղը որոշել արտաքսել նրան, չի հաղորդվում։ Ժողովի ամենաթեժ քննարկումների ժամանակ Ռաշը հանել է զենքը եւ կրակ բացել ցեղակիցների ուղղությամբ։ 4 մարդ, այդ թվում նոր առաջնորդը տեղում մահացել է։ Երբ փամփուշտները վերջացել են, կինը վերցրել է դանակը եւ վիրավորել եւս մեկ մարդու։ Տեղի ունեցածի մասին ոստիկանությանը հայտնել է ականատեսներից մեկը, ով կարողացել է փախուստի դիմել։ Սպանդի հետևանքով զոհվել են 2 կանայք՝ 19 եւ 45 տարեկան եւ 30 եւ 50 տարեկան 2 տղամարդիկ։ 2 վիրավորները ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում են։ Նախնական տվյալներով սպանվածներից մեկը ցեղի նախկին առաջնորդն է, մյուսը նոր առաջնորդը։ Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը ձերբակալել է կնոջը եւ տեղափոխել բանտ։ Ռենչո Սեդերվիլ հնդկացիական համայնքի անդամները պատկանում են հյուսիսային պայուտների ցեղախմբին։ Համայնքը ունի ընդամենը 35 բնիկ անդամ, սակայն այն դաշնային կառավարության կողմից ճանաչված ցեղախումբ է համարվում։ Սիրելի հեռուստադիտողներ, դուք ինքներդ էլ կարող եք դառնալ AMGA News-ի թղթակից եւ մեզ ուղարկել ձեր նկարահանած արտակարգ պատահարների տեսագրությունները կամ լուսանկարները։ Լավագույնները կցուցադրվեն մեր եթերում։ Արժեթղթերի եւ սակարանների հանձնաժողովը տուգանել է Կալիֆոռնիայի 3 բնակիչների, որոնք բացուն ներդրողներից ավելի քան 1.8 միլիոն դոլար են ներգրավել Ժան-Կլոդ Վան Դեմի եւ Դանիել Սիզերլանդի մասնակցությամբ գոյություն չունեցող ֆիլմի համար։ Խարդախության սխեման մշակել է Լոս Անջելեսից փաստաբան Սեմյուել Բրասլոն։ Նրան օգնել են հանցակիցները Ստյուարտ Ռևիտը եւ Ռեյն Ջեյ Շորտքոֆը։ Սեկի նյութերի համաձայն, որոնք հանձնվել են Կալիֆոռնիայի կենտրոնական օկրուգի շրջանային դատարան, Բրասլոն ստեղծել է Mutual Entertainment եւ Film Shoot ընկերությունները, որոնք զբաղվել են ֆիլմի նկարահանումների համար միջոցներ հավաքելով։ Ֆիլմի սցենարը պետք է հիմնված լինել Մարսել վերտարությամբ չհրապարակված վիպակի վրա, որը գրվել է Փարիզում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ 2011 թվականի հունվարին Բրասլոյի ընկերություններից մեկը $25,000 գնել է դրա նկատմամբ իրավունքը։ Չարագործները ներդրողներին համոզել են իրենց $1.8 միլիոն տալ Մարսել անվան ֆիլմ ստեղծելու համար։ Ավելի ուշ այն վերանվանվել է Մաքսանենգը։ Ֆիլմը չի նկարահանվել, իսկ փողերը բաժանել են միմյանց միջև։
Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում հայ է ձերբակալվել իր տանը հալյուցինոգեն սնկեր աճեցնելու կասկածանքով։ Գլենդելի ոստիկանության դետեկտիվները 54-ամյա Ալբերտ Օջանյան Սակիի բնակարանի խուզարկության օրդեր են ստացել, երբ անանուն գրություն են ստացել, թե տղամարդը զբաղված է մեթամֆետամինի վաճառքով։ Խուզարկության արդյունքում նրա տանից 4 մեծ դույլ սնկեր են հայտնաբերել։ Շարունակելով խուզարկությունը, դետեկտիվները մարիխուանա են գտել, մեթամֆետամին, կշեռքներ, պլաստիկե պարկեր, փամփուշտներ և $26,000 կանխիկ գումար, նաև 8 թանկարժեք հեծանիվներ։ Բնակարանը չափազանց կեղտոտ է եղել, ամենուր փտած սնունդ է եղել։ Ոստիկանները խնամքի ծառայության աշխատակիցներ են կանչել, որոնք զբաղվելու են բնակարանում ապրող 17-ամյա դեռահասի և 13-ամյա հաշմանդամություն ունեցող աղջկա հարցերով։ Ալբերտ Օջանյան Սակին ձերբակալված է։ Վարորդը և 2 ուղևորները ձերբակալվել են Կալիֆորնիայի ճանապարհային ոստիկանության կողմից, երբ ժամում 120 մղոն արագությամբ գիշերը սլանում էին ճանապարհով։ Ոստիկանական հետապնդումը սկսվել է արևելյան Լոս Անջելեսում 3 երեկոյան ժամը 8:30-ի սահմաններում։ Ոստիկանության ներկայացուցիչ Փիթեր Բիշապի խոսքով 2010 թվականի արտադրության BMW 750i մակնիշի սպիտակ գույնի մեքենան սլացել է թիվ 5 և Ինդիանա մայրուղիներով։ Սանտա Մանիկայի մոտ մեքենան 120 մղոն արագություն է բացել։ Հետապնդումը ավարտվել է Մալիբույում, ոստիկաններին հաջողվել է կանգնեցնել մեքենան և ձերբակալել վարորդին, ով 18 տարեկան ազգությամբ չինացի Յուան Զուին է և ևս 2 անձանց, որոնք գտնվել են մեքենայում, տեղափոխել են ոստիկանատուն։ Դատարանը դատապարտեց բեյսբոլի երկրպագուներին, գիտենք տեսանյութը։ Կալիֆորնիայի 2 բնակիչներ, որոնք մեղադրվում էին 2011 թվականին Սան Ֆրանցիսկո Ջայընթս բեյսբոլի թիմի երկրպագուի դաժան ծեծի ենթարկելու մեջ, դատարանում այնպես են զայրացրել դատավորին, որ վերջինս անմիջապես վճիռ է կայացրել։ Բանտ, ահա թե ինչի եք դուք արժանի, ապուշներ, դատարանում հայտարարել է Բրայան Սթոուի հայրը։ Վերջինիս որդուն 2011 թվականի մարտի 23-ին ծեծել էին Լոս Անջելես Դաջերսի 2 երկրպագուները՝ 31-ամյա Լուի Սանչերսը և 32-ամյա Մարվին Նորվուդը։ Երկուսն էլ դատարանում խոստովանել են իրենց մեղքը և անմիջապես դատավոր Ջորջ Լամալիի կողմից դատապարտվել են։ Դատավորը երկուսին էլ ստոր վախկոտներ է անվանել։ Բրայան Սթոուին ծեծի են ենթարկել Դաջերս մարզադաշտի մոտ ուշ երեկոյան։ Վնասվածքները չափազանց ծանր են և դրանց պատճառով 44-ամյա բժիշկը մինչ օրս չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել և հազիվ է խոսում։ Ականատեսների խոսքով Բրայանի վրա հարձակվել էին ետևից և հարվածել։ Երբ նա ընկել է, գլխով հարվածել էր գետնին, Սանչեսը և Նորվուդը սկսել էին դաժանաբար հարվածներ հասցնել։ Բրայանի ընկերները փորձել էին օգնել, սակայն ապարդյուն։ Սանչեսը դատարանի վճռով դատապարտվել է 8 տարվա, իսկ Նորվուդը 4 տարվա ազատազրկման։ Դատարանում Նորվուդն հայտնել է, թե չի ափսոսում, որ միացել է ընկերոջը։ Ըստ ականատեսների, խաղի օրը նրանք մարզադաշտում անընդհատ կռիվներ են սադրել։ Մնացեք մեր եթերում և ծանոթացեք հայաստանյան և միջազգային նորություններին։ Կհանդիպենք վայրկյաններ անց գովազդային դադարից հետո։ Թրավդել այսօր համարվում է ամենահետաքրքիր ժամանցի վայրը, քանի որ այստեղ ստեղծված են բոլոր պայմանները հաճելի հանգստի համար։ Ձկնորսությունը գրավում է ոչ միայն երեխաներին, այլ նաև մեծահասակների։ Այստեղ ձեզ համար կարող են ձուկը եփել։ Ցանկանում եք ընտանիքով առանձնանալ, ապա կարող եք վարձել այսպիսի մի գեղեցիկ տեղ։ Ձեր ծախսերը մեծ չեն, մուտքի համար ընդամենը $7, իսկ որսած ձկները ըստ ձկան չափի։ Մենք գտնվում ենք 101 Freeway North, Exit Cannon Road։ Զանգահարեք։ Բարձրաճաշակ լավագույն հագուստ տղամարդկանց համար։ Կոստյումներ, սմոքինգներ, պիջակներ, կոշիկներ, լավագույն հանրահայտ ապրանքանիշների կոստյումներ միայն մեզ մոտ։ European Suits։ Մեր փորձառու դերձակները կհարմարեցնեն ձեր չափսերը։ 609 West Glenox Boulevard, Glendale։ Հեռախոս 818 599 53։ Առաջարկում ենք հատուկ զեղչեր սիրահարների օրվա կապակցությամբ։
Dream Cars ավտոկենտրոնը առաջարկում է նոր եւ օգտագործված ավտոմեքենաների հարուստ տեսականի։ Չորս South Central Avenue, Glendale, California, Central եւ Elk փողոցների հարևանությամբ։ Հեռախոս 818 543 0063 Dream Cars, երազանքի ավտոմեքենաներ։ Հիվանդանոցից դուրս գրված հիվանդը առավել ուշադրության եւ խնամքի կարիք ունի։ Windsor Gardens Healthcare Center of the Valley հաստատությունը առաջարկում է իր ծառայությունները՝ ֆիզիկական, աշխատանքային վնասվածքների թերապիա, շնչառական բարդություններ, խոսելու դժվարության թերապիա։ Այստեղ կատարում են նաև ետվիրահատական խնամք, գոյացած վերքերի բուժում, ուղեղի կաթվածի հետևանքների կանխարգելում, խնամք շաքարախտի եւ այլ հիվանդությունների դեպքում։ Մեր հաստատությունում հիվանդը կզգա իրեն ինչպես իր սեփական տանը, բժշկի եւ հոգատար քույրերի հսկողության ներքո։ Սնունդը տրվում է ըստ պահանջի։ Ունենք մարմնամարզության եւ խաղերի ժամեր, թատրոն, կինո, հոգեվոր սնունդ։ Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել 818 985 5990 հեռախոսահամարով։ Չիմայան եւ MAC հաշվապահական գրասենյակները հայտնում են, որ տեղափոխվել են։ Նոր հասցեն Glendale 700 North Central Avenue, սենյակ 235։ Ձեր անձնական եւ բիզնեսի ողջ հաշվապահությունը վստահեք երկարամյա փորձ ունեցող հաշվապահ Սիլվար Չիմայանին եւ նրա պրոֆեսիոնալ աշխատակազմին։ Հարկային օրենքների գերազանց իմացության շնորհիվ նրանք ձեզ համար կխնայեն բավականին գումար տարեկան հարկերի վճարման ժամանակ։ Վստահ զանգահարեք Չիմայան եւ MAC հաշվապահական գրասենյակներ եւ չեք սխալվի։ Ընդդեմ կուտակային ռեֆորմի դեմ եմ նախաձեռնությունն այսօր տապալել է միջազգային համաժողովը, որին մասնակցում էին նաև բարձրաստիճան պաշտոնյաներ եւ դեսպաններ։ Ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել Էլիտ Պլազայում, որտեղ այսօր առավոտյան կենսաթոշակային միջազգային համաժողով է մեկնարկել։ Մի քանի տասնյակ ակտիվիստներ դեմ եմ գրությամբ ցուցապաստառներով մտել են դահլիճ։ Նախ մեջքով շրջվել դեպի ելույթ ունեցողները, ապա շրջապատել ամբիոնը, պահանջելով խոսքի իրավունք։ Սակայն նրանց այդ հնարավորությունը չի տրվել։ Խոսափողը անջատվել է, ինչից հետո երիտասարդները փորձել են առանց խոսափողի իրազեկել հավաքվածներին, որ այն օրենքին, որը այդ պահին քննարկվում է, դեմ է բնակչության 80%-ը, եւ այդ խոսքերի հեղինակը ոչ թե իրենք են, այլ Սերժ Սարգսյանը։ Նրանց սենյակից դուրս են հանել բռնությամբ։ Նշենք, որ համաժողովին մասնակցում էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Միացյալ Նահանգների դեսպան Ջան Հեֆերնը, Համաշխարհային բանկի արժույթի միջազգային հիմնադրամի եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այսօր կեսգիշերին ոստիկանության ծառայողները հայտնաբերել են փետրվարի 19-ին Արմավիր քաղաքի Նավասարդ խորհրդարանում վիճաբանած եւ կրակոց արձակած անձանց։ Մեղայականով Արմավիրի ոստիկանությունը ներկայացել Արմավիր քաղաքի բնակիչներ 34-ամյա Արթուր Եփրեմյանը Բուրչո մականվամբ, նրա եղբայրը Գրիգոր Եփրեմյանը Բոքսի ապեր մականվամբ եւ Հոկտեմբեր գյուղի բնակիչ 47-ամյա Ցոլակ Ենոքյանը։ Նրանց մոտից հրազեն է հայտնաբերվել։ Հորդկանում իրար թարս նայելու համար Արթուր Եփրեմյանը կրակոցներ է արձակել, սակայն բարեբախտաբար դրանք ոչ ոքի չեն դիպել։ Նշենք, որ Եփրեմյանները հանդիսանում են անցյալ տարվա նոյեմբերի 14-ին Արմավիրի մարզում սպանված Ստուկաչ մականվամբ 41-ամյա Արմեն Եփրեմյանի հորեղբոր տղաները։ Եթե ոստիկանությունը չհայտնաբերեր նրանց, ապա վիճաբանությունը կարող էր շարունակություն եւ ողբերգական ավարտ ունենալ։ Մոսկվայի Էլեկտրոստալի շրջանում արտագերատեսչական պահպանության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի երկու քաղաքացիների բանկոմատ կողոպտելու փորձի ժամանակ։ Հաղորդվում է, որ նրանք պատուհանից մտել են Մոսկվայի ճարտարագիտական քոլեջի շենք, չեզոքացրել երկու կին պահակներին, փակելով նրանց սենյակներից մեկում։ Դրանից հետո չարագործները բացել են բանկոմատը, որտեղ եղել է 3.5 միլիոն ռուբլի։ Կանանցից մեկը սեղմել է արտակարգ կանչի կոճակը, որը գտնվել է իր գրպանի կախազարդի վրա։ Դեպքի վայր են ժամանել արտագերատեսչական պաշտպանության խմբի անդամները, որոնք ձերբակալել են կողոպտիչներին։ Ձերբակալվածները Հայաստանի քաղաքացիներ են, նախկինում դատապարտված։ Նրանց դեմ հարուցվել է քրեական գործ ավազակային հարձակում հոդվածի հատկանիշներով։ Ձերբակալվածների անունները չեն հաղորդվում։
6.4 միլիոն դոլար անմեղ դատապարտվածին։ Դիտենք տեսանյութը։ Mr. Grant, to say that I'm sorry for what you have endured would be an understatement. Նյու Յորքի վարչակազմը որոշել է 23 տարի սխալման բանտում նստած ամերիկացուն վճարել փոխհատուցում 6.4 միլիոն դոլարի չափով։ Նյու Յորքի ֆինանսական տեսուչը հայտնել է, որ քաղաքին հաջողվել է համաձայնագիր կնքել տղամարդու հետ, որով վերջ կդրվի քաղաքի պատմության այդ հիրավի ցավալի միջադեպին։ 1991 թվականին Դեվիդ Ռանտան դատապարտվել էր 37 տարվա բանտարկության Հասիդ Ռաբայ Խասկել Վորցերբերգի սպանության համար, որը մահացու վիրավորվել էր ոսկերչական խանութի ցրիչին կողոպտելու ժամանակ։ Հետաքննությունը պնդում էր, որ հանցագործությունը կատարել է Ռանտան, որն այն ժամանակ թմրանյութեր էր ընդունում։ Ռանտան մեղավոր էր ճանաչվել վկաների ցուցմունքների հիման վրա։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ խուզարկու Լուիս Կարսելան, որը վարում էր գործը, ոստիկանությունում աշխատելիս հաճախ էր ճնշում գործադրում վկաների վրա եւ գործին կցել է մտածածին խոստովանություններ։ 2011 թվականին Ռանտայի գործը ուղարկվել էր վերանայման։ Դատավարության ընթացքում մի քանի վկաներ հրաժարվել են իրենց ցուցմունքներից։ Բացի դրանից բացահայտվել են հետաքննության ժամանակ թույլ տրված բազմաթիվ խախտումներ։ 2013 թվականի մարտի 21-ին 59-ամյա Ռանտան ազատ էր արձակվել դատարանի դահլիճից։ Ազատվելուց 1 օր անց նա սրտի նոպա է տարել։ Թուրք-սիրիական սահմանին պայթունի հետևանքով նախնական տեղեկություններով 6 մարդ է զոհվել։ Ըստ արաբական լրատվամիջոցների ականապատ մեքենան պայթել է սիրիական հսկիչ անցագրային կետի մոտ։ Անվտանգության աղբյուրները տեղեկացնում են, որ Բաբա Սալամա անցակետի մոտ տեղի ունեցած պայթունից բացի 6 զոհերից վիրավորվել է 45 մարդ, որոնք տեղափոխվել են Թուրքիայի Քալաս քաղաքի հիվանդանոց։ Թուրք տեղացիները հաստատում են, որ վերջին շաբաթների ընթացքում մեծացել է Ալեպ քաղաքից գաղթողների թիվը։ Ալ Ջազիրան տեղեկացնում է, որ պայթունից զոհերի թիվը հասնում է տասնյակների, իսկ վիրավորներինը գերազանցում է 200-ը։ Պայթունը իրականացրել են Դաիշ խմբավորման անդամները։ Պայթունը տեղի ունեցել սիրիացի գաղթականների մեջ, եւս 30 քաղաքացիներ կորած են համարվում։ Իրանի Ահար քաղաքում երեկոյան զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել։ Ոստիկանության աշխատակիցները անսպասելի ստուգում են անցկացրել ադրբեջանցի ակտիվիստ Սալեհ Մոլլա Աբասիի տանը։ Պատճառը եղել է ադրբեջանցի ակտիվիստների հավաքը մայրենի լեզվի համաշխարհային օրվա առթիվ միջոցառում կազմակերպելու համար։ Դեպքի վայր են ժամանել 13 ոստիկանական մեքենաներ։ Ոստիկանության եւ ակտիվիստների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել։ Միջադեպը ավարտվել է 100 ադրբեջանցի ակտիվիստի ձերբակալությամբ։ Հայտնի չէ, թե որտեղ են պահվում նրանք։ Դեռ ճշտված են միայն 17 ակտիվիստի տվյալները, մնացածներինը ճշտվում է։ Յանուկովիչը վախեցավ երկրում ընտրություններ կլինեն։ Դիտենք տեսանյութը։ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը եւ ընդդիմության ներկայացուցիչները երկրում ներքաղաքական ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագիր են ստորագրել։ Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի կարգավորման նողված համաձայնագիրը ստորագրելու մասին որոշումը կայացել է ուրբաթ առավոտյան նախագահի, ընդդիմության առաջնորդների, Եվրամիության եւ Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունների ընթացքում։ Ռուսաստանի օմբուդսմեն Վլադիմիր Լուկինն բանակցություններին մասնակցել է որպես ներկայացուցիչ, հրաժարվել է ստորագրել ընդունված փաստաթղթի տակ։ Առայժմ փաստաթղթի բովանդակությունը հայտնի չէ, սակայն հստակ է, որ Վիկտոր Յանուկովիչը համաձայնվել է Ուկրաինայում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Ընդդիմության առաջնորդներից Արսենի Յացենյուկը նշել է, թե Մայդանը չի ցրվի, մինչև բոլոր պայմանները չկատարվեն։ Այժմ ոստիկանության ստորաբաժանումները լքում են Կիևը, իսկ Կիևի ոստիկաններն անցել են ընդդիմության ղեկավարության ներքո։ Այսօր նաև Կիև են ժամանել Լվովի մարզի Ռադեխով քաղաքի ոստիկանները, որոնք հրամանատարի հետ լքել են տեղակայման վայրը եւ ողջ կազմով անցել ընդդիմության կողմը։ Ընդդիմադիրներին սկսել են օգնել նաև բանակի սպաները, որոնք գեներալների պլանները փոխանցում են նրանց։ Նշենք, որ փետրվարի 18-ից հետո զոհվածների թիվը հասել է 87-ի, որոնցից 16-ը ոստիկաններ են։ Սպանվածների մեջ նաև դեռահասներ եւ օտարերկրացիներ կան։ Երեք սպանվել է Վրաստանի 50-ամյա քաղաքացի Գեորգի Արությունովը, ով երկար տարիներ ապրում էր Ուկրաինայի Ռովնո քաղաքում։
2013-2014 ֆինանսական տարվա 4-րդ երամսյակի արդյունքներով աշխարհի խոշորագույն առևտրային ցանցերից մեկը Walmart-ը զուտ շահույթը կազմել է 4.43 միլիարդ դոլար։ Միևնույն ժամանակ հաշվետու երամսյակում, որը ավարտվել է ընթացիկ տարվա հունվարի 31-ին, ցանցի հասույթը կազմել է 129.71 միլիարդ դոլար։ Ընկերության հրապարակած տվյալների համաձայն ամբողջ 2012-2014 ֆինանսական տարվա արդյունքներով Walmart-ի հասույթը աճել է 1.6% և կազմել 476.3 միլիարդ դոլար։ Զուտ շահույթը աճել է 5.7% և կազմել 16 միլիարդ դոլար։ Վենեսուելայում հրաժեշտ են տալիս սպանված գեղեցկուհուն, դիտենք տեսանյութը։ Վենեսուելայում հրաժեշտ են տալիս Կարաբոբո նահանգի գեղեցկության մրցույթի հաղթող Ջենեսիս Քարմոնային։ 22-ամյա ուսանողին Վալենսիայում մասնակցում էր հակակառավարական բողոքի ակցիային։ Ուսանողները և ընդդիմությունը բողոքում էին իշխանությունների տնտեսական անմիտ քաղաքականության դեմ, երբ հանկարծ ցուցարարներին է մոտեցել ինչ-որ մարդիկ մոտոցիկլետներով և կրակ են բացել։ Քարմոնան հրազենային վնասվածք էր ստացել գլխի շրջանում։ Բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը։ Ջենեսիս Քարմոնան դարձել է Վենեսուելայում մոտ 1 ամիս ընթացող քաղաքական խռովության 5-րդ զոհը։ Փետրվարի 12-ին Կարակասում հրազենից սպանվել էր 3 մարդ։ Եվս մեկ ցուցարարի վրաերթի էր ենթարկել ոստիկանական մեքենան։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ով տնտեսական ծանր վիճակի միակ մեղավորն է, մեղադրել է ընդդիմության առաջնորդ Լեոպոլդո Լոպեսին բռնությունների մեջ և ձերբակալել է նրան, սակայն ցույցերը շարունակվում են նոր ուժով։ Իսկ այժմ ձեզ ներկայացնենք տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները։ The USA Today գրում է, թե Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման և Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը գրազ են եկել մեկ արկղ գարեջրի շուրջ, թե Սոչիում ով կհաղթի տղամարդկանց և կանանց հոկեյի մրցաշարերում։ Օբաման այս մասին գրառում է արել Սպիտակ տան Twitter-ի իր էջում։ Գրառմանը նա ավելացրել է Go Team USA, որը ժողովրդականություն է վայելում ամերիկացի մարզասերների շրջանում։ Twitter-ում գրառում է արել նաև Կանադայի վարչապետը, մանրամասնելով, որ գրազի գարեջուրը կանադական է։ Նա նշել է, որ ամերիկյան թիմերը լավն են, բայց հաղթելու է Կանադան։ Նա ավելացրել է Go Canada Go։ Նշենք, որ 3 Սոչիում կանադուհիները հաղթել են Միացյալ Նահանգների կանանց թիմին։ The Telegraph-ի փոխանցմամբ իտալական Բարի քաղաքում հավաքարարը պատահաբար աղբն է նետել արվեստի նմուշներ, որոնք պետք է ցուցադրվեին ժամանակակից արվեստի ցուցահանդեսի ժամանակ։ Կինը աղբը հանձնել է քաղաքային սանիտարական ծառայության աշխատողներին, ովքեր զբաղվում են աղբի դասակարգմամբ։ Աղբյուրը նշում է, որ ժամանակակից արվեստի դեն նետված նմուշները պատրաստված են եղել թղթից և ստվարաթղթից։ Ընկերությունը, որտեղ աշխատում է հավաքարարը, հայտնել է, որ արվեստի գործերը գնահատվել են մոտ $14,000 և որ գումարը կփոխհատուցվի։ The New York Times-ը հայտնում է, թե Նյու Յորքում կայացած Heritage Action-ի աճուրդում $191,000 վաճառվել է Սարդ մարդու մասին աշխարհում առաջին կոմիքսը։ Amazing Fantasy ամսագրի այդ համարը, որը թողարկվել է 1962 թվականի օգոստոսին, ամենաբացառիկ և գրավիչ նմուշն էր հավաքորդների համար այս աճուրդում։ Հենց այդ ժամանակ է լույս աշխարհ եկել Spider-Man-ը, պատմել է աճուրդի տան օպերացիոն տնօրենը։ Սարդ մարդու մասին աշխարհում առաջին պատմության սյուժեն հորինել է ամերիկացի գրող, ռեժիսոր և դերասան Սթեն Լին, ով հորինել է նաև տասնյակ այլ կերպարներ։ Այսօր այսքանն ենք նախատեսել, կհանդիպենք երկուշաբթի մեր սովորական ժամին։